Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է անպային հաշվարկման ծառայություններ մատուցող CoreWeave ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 56.3%-ով։ Հաջորդը Supermicro Computer-ն է, սերվերների և պահման համակարգերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 44.2%-ով։ Եռյակը եզրափակում է կրիպտոարժույթների առաջատար Coinbase Global բորսան 33.6% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է United Health Group Incorporated ընկերությունը։ Առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 23.3%-ով։ Հաջորդը Pfizer-ն է, ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 9.4%-ով։ Եռյակը եզրափակում է Alanos Gold-ը, ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 9.4%-ով։ Ամերիկյան ֆոնդային ինդեքսները ուրբաթ օրը աճ են գրանցել արդեն 5-րդ օրն անընդմեջ, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ներմուծման մաքսատուրքերի նոր քաղաքականությունը 90 օրով հետաձգելու մասին համաձայնությամբ։ Dow Jones-ը աճել է 0.78%-ով, S&P 500-ը 0.70%-ով, իսկ Nasdaq-ը 0.52%-ով։ Մայիսի 14-ին ավարտվող շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը վերջին 5 շաբաթների ընթացքում առաջին անգամ ներհոսք են գրանցել։ $12.9 միլիարդ ներդրում է արվել այս ֆոնդերում ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքերի հրադադարի և այն լավատեսության շնորհիվ, որ գնաճը կարող է այնքան արագ չլինել, որքան ավելի վաղ ենթադրվում էր։ Ամենամեծ ներհոսքը գրանցել են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերի ֆոնդերը՝ ավելի քան $5 միլիարդ։ Պարտատոմսերի ֆոնդերը նույնպես հաջող շաբաթ են ունեցել ներգրավելով ավելի քան $10 միլիարդ, ինչը նրանց ամենամեծ ներհոսքն էր անցած տարվա հուլիսից ի վեր։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի արտաքին պահանջարկը նոր ռեկորդ է սահմանել մարտին, երբ արտասահմանյան ներդրողների բաժնեմասը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $9 տրիլիոն։ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր տվյալների համաձայն օտարերկրյա ներդրողները մարտ ամսին ունեցել են $9.5 տրիլիոն ԱՄՆ պետական պարտատոմս, ինչը $233 միլիարդ աճ է փետրվարի համեմատ։ Ճապոնիան այս հարցում շարունակում է մնալ առաջատարը $1.13 տրիլիոն, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան և Չինաստանը։ Coinbase Global ընկերությունը պատրաստվում է հաջորդ շաբաթ միանալ S&P 500-ին, դառնալով կրիպտոարժույթի առաջին բորսան, որը կավելացվի էտալոնային ինդեքսում։ Այս նորության շնորհիվ անցած շաբաթ Coinbase-ի բաժնետոմսերը աճել են 16%-ով, և վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ քայլը կարող է ներգրավել մինչև $16 միլիարդ նոր ներդրումներ S&P 500-ին հետևող ֆոնդերից։ Դա մեծ խթան կարող է դառնալ ոչ միայն Coinbase-ի, այլև ընդհանրապես թվային արժույթների հանդեպ վստահության համար։ Անցյալ շաբաթ CoreWeave ընկերության բաժնետոմսերը աճել են 56%-ով այն բանից հետո, երբ արհեստական բանականության անպային մատակարարը ներկայացրել է հասույթի մասին տպավորիչ հաշվետվություն և բացահայտել, որ Nvidia-ն այժմ 7% մասնաբաժին ունի ընկերությունում, ավելին քան ներդրողները նախկինում ենթադրում էին։ Ընկերությունը, որը տեղաբաշխում է իրականացրել միայն մարտի վերջին, հայտարարել է, որ իր առաջին եռամսյակի հասույթը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 400%-ով։ Այն նաև հայտարարել է OpenAI-ի հետ $4 միլիարդ արժողությամբ գործարքի մասին, ինչը CoreWeave-ին դիրքավորել է որպես գեներատիվ արհեստական բանականության մրցավազքի գլխավոր խաղացող։ 2025 թվականի մայիսի 13-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 30 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2030 թվականի ապրիլի 30-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 105 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 95.7 դրամ, իսկ եկամտաբերությունը 9.6%։ 2025 թվականի մայիսի 19-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի մարտի 2-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.9 դրամ, իսկ եկամտաբերությունը 8.4%։
Moody's-ը նվազեցրել է Միացյալ Նահանգների թողարկողի վարկանիշը, այն իջեցնելով մինչև AA1, հիմնավորելով այս որոշումը ԱՄՆ աճող պարտքով, որն այժմ հասել է $36 տրիլիոն, նաև աճող տոկոսային ծախսերով։ Սա Moody's-ի կողմից առաջին իջեցումն է այն բանից հետո, երբ 1919 թվականին այն ԱՄՆ-ին տվեց իր բարձրագույն վարկանիշը։ Moody's-ը նշում է, որ ոչ Կոնգրեսը, ոչ Սպիտակ տունն իրական առաջընթաց չեն գրանցել բյուջեի դեֆիցիտը շտկելու կամ պարտքը վերահսկելու հարցում։ Գործակալության կանխատեսումը ԱՄՆ-ի նկատմամբ այժմ կայուն է, բայց ուղերձը հետևյալն է. Վաշինգտոնին ավելի լավ ծրագիր է պետք։ ԱՄՆ արտադրական գները ապրիլին անսպասելիորեն իջել են, թուլացնելով գնաճի մտավախությունները։ Կառավարության տվյալների համաձայն արտադրական գների ինդեքսը նվազել է 0.5%-ով, ինչը ամենամեծ նվազումն է COVID-19 համավարակից ի վեր։ Անկումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների ցածր գներով, հատկապես օդային ուղևորությունների, հյուրանոցների եւ ներդրումների կառավարման ոլորտներում։ Տարեկան կտրվածքով արտադրական գների ինդեքսը աճել է 2.4%-ով, մարտի 3.4%-ի համեմատ, ինչը նշան է, որ առաջիկայում գնաճը ավելի մեղմ կլինի։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։